Ձիթեն ու դառնահան պտուղներն աղաջրի մեջ ներմուծվում են Իրանից, Հունաստանից, Եգիպտոսից, վերամշակման բոլոր փուլերով անցնում, բարձրորակ ապրանք են դառնում։ Հայաստանի Հանրապետությունը մեր կազմակերպությունը ստեղծում է հավելյալ արժեք, ինչ է նշանակում դա։ Մենք ոչինչ չունենալով, ունենալ միայն աշխատուժ, ջուր եւ էլեկտրականություն, ստեղծում ենք միավոր, որը համաշխարհային շուկան որպես արտադրված է Հայաստանում, եւ մի շարք երկրներում շատ զարմացած են ինչ է կատարում Հայաստանի Հանրապետությունը, այսքան ձիթապտուղ որտեղ է։ Այլու ապրանքանիշով շուկա մտան 2000-ականների սկզբին, արտադրանքի մեծ մասը 80% դիրացնում էին տեղական վաճառակետերում, 20%-ն արտահանում։ Ընկերությունը 2018-ից զարգացման նոր ընթացք վերցրեց։ Հիմնական ռեսուրսներն ու ջանքերն արտահանման ուղղությամբ կենտրոնացրեցին, նոր գործընկերներ գտան, շուկաները դիվերսիֆիկացրեցին։ Հիմնական գերակշիռ մասը կազմում է Ռուսաստանի Դաշնությունը, բայց մեր ռազմավարության հիմքում դրված է տարածել երկրների քանակը։ Մենք արդեն միջինասիան երկրներն ենք կարողանում ապրանքներ ուղարկել, Կանադա ենք ուղարկում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եթե 7-8 տարի առաջ տարեկան արտահանում են մինչև 400 միլիոն դրամի արտադրանք, նախորդ տարեվերջին գերազանցել են 2.5 միլիարդը։ Այս տարվա պլաններն ավելի հավակնոտ են։ 2025-ին մեր արտահանման ծավալները մոտավորապես հասան 270 մեքենայի, բայց այս տարվա մեր ռազմավարությունը շուրջ 400 մեքենա, այսինքն յուրաքանչյուր օր պլանավորված է մինիմում 1 մեքենա ուղարկել դեպի արտասահմանյան շուկաներ։ Նոր մեկնարկին ու նոր պլաններն իրագործելուն նպաստել է պետական աջակցությունը։ Հումքի ներկրման մաքսատուրքից ազատվելով ընկերությունը հնարավորություն է ստացել միջազգային շուկաներում որակով գնով ավելի շահեկան դիրքից մրցակցել ու արդեն արտասահմանյան այլ կազմակերպություններից էլ պատվերներ ընդունել եւ մոտ 25 տարբեր ապրանքանիշերով ապրանք թողարկել արտահանել։ 22 թվականին պլանավորված էր 4.3 միլիարդի շրջանառմիջոցների ներդրումներ կատարվել։ Մենք արտոնություն ստացանք 430 միլիոն դրամի, պետք է ավարտվեր 27 թվականին, բայց մեր ագրեսիվ շուկայի վերաբերմունքը եւ մեր ամբողջ խմբի օպերատիվ աշխատանքի շնորհիվ 3 տարվա մեջ մեր կազմակերպությունը կատարվեց 5 տարվա պլանը եւ 8 միլիոն 500 000 կիլոգրամ ներմուծվեց։ Պետական աջակցություն ստանալու հերթական ներդրումային ծրագիրը կազմեցին ու գործադիրին ներկայացրեցին արդեն 2025-ին։ Այս անգամ 1 տարում միայն նախատեսում են ներկրել 2.4 միլիարդ դրամի հումք, արտոնությունը գնահատվում է մոտ 240 միլիոն դրամ։ Վերամշակվող հումքի ծավալների աճին համընթաց մոդեռնիզացնում են նաև արտադրական շղթան, նոր սարքավորումներ, հոսքագծեր ձեռք բերում, կորիզահանող, տեսակավորող, տարայավորող։ Միայն վերջին 3 տարում մոտ 360 միլիոն դրամի սարքավորումներ լիզինգի ծրագրով են վերցրել, սուբսիդավորվող տոկոսագումարներով։ Ընդլայնել են նաև արտադրական տարածքը, 2000 քառակուսի մակերեսով պահեստային հանգույց են ավելացրել, որտեղ արդեն հնարավոր է ճիշտ ջերմաստիճանում ապրանքը պահել։ Արտադրական հատվածից առանձնացրել են նաև պիտակավորման, փաթեթավորման process-ը, Կորստել կազմակերպում են նախորդ տարի գնաց նոր հոսքագծով։ Նախկինում աշխատում են կիսաավտոմատ սխեմաները, որի հզորությունները բավականաչափ ցածր են։ Նոր սարքավորումների վերագործարկումից հետո մենք կարողանում ենք 8 ժամ շուրջ 60-ից 70 հազար միավոր պատրաստի արտադրանք ունենալ։ Արտադրանքի իրացման 20-80 հարաբերակցությունը թվերի տեսքով հիմա էլ նույնն է, դոմինանտ թիվը սակայն արդեն ներկայացնում է արտահանման ցուցանիշը։